ակնկալել անառողջ հարաբերությունների արդյունքում ձևավորված գիրք առողջ հարաբերություններից։ Այն ինչ որ իմ հետ կատարվում է, բռնություն է ու անառողջ է։ Գիտես ոնց որ ծառայես այդ մարդուն։ Ես սխալ էի, ես ինձ վատ պահեցի, ես արժանի էի, որ ինձ պատժեն։ Գեզլայթի արքաներն են նարցիստիկ խանգարում ունեցող անձին։ Այդ տղամարդիկ նվաստացնում են առավել լուրջ դաժանությամբ, առավել լուրջ ու հաճույք են ստանում ընդ որում։ Այդ ժամանակ կարելի է փախնել այդ հարաբերություններից։ Անընդհատ դու զգուշ ես, անընդհատ sense իր ռեակցիային ես նայում։ Չես հավատում, որ քո կյանքում նման բան կարա տեղի ունենա։ Ի տարբերություն նարցիստներին, պսիխոպաթները հատուկ դաժանությամբ են այդ ամեն ինչը անում։ Ծայրահեղ վատ բառեր են ասում, որ զույգի ներսում պես վիրավորանք չի ընկալվում։ Առողջ հարաբերությունները իրանք հանդարտ են։ Բարև ձեզ սիրելի պոդքասթասերներ, սիրելի այլ կարծիքասերներ, ձեզ հետ են կրկին Հայկան ու Նելին իրենց այլ կարծիքներով, եւ եթե դուք սիրուն գնահատում, հարգում ու տեղ եք տալիս մեր այլ կարծիքներին ու կուզեիք էլի մարդիկ իմանային այս փառահեղ կարծիքների մասին, ապա անպայման բաժանորդագրվեք, որովհետեւ YouTube-ի ալգորիթմը սիրում է, որ դուք բաժանորդագրվում եք։ Հիշեցնենք, որ մեզ կարող եք հետևել նաև աուդիո հարթակներում։ Եվ անցնենք մեր թեմային։ Մենք իրականում սկսում ենք թեմաների շարք նվիրված բռնությանը, բռնության բոլոր տեսակներին։ Այսօր կսկսենք հոգեբանական բռնությունից, բայց քննարկելու ենք նաև ֆիզիկականը, նաև ընտանեկան բռնությունը, հետևանքները երեխաների եւ ոչ միայն երեխաների վրա։ Այնպես որ հետևեք։ Ինչի ենք ուզում սկսել հոգեբանականից, որովհետև բազմիցս ես ու Հայկանը նշել ենք, որ ֆիզիկականը ամեն դեպքում ես ճիշտ ասած նույնիսկ կավելացնեի ֆիզիկական ու սեռական բռնությունը, ամեն դեպքում ակնհայտ քննադատվում են ու զոհի կողմից էլ այդ շատ դժվար է չհասկանալ, որ դու ենթարկվում ես ֆիզիկական բռնության։ Իսկ հոգեբանականը ինքը ունի շատ սենց մութ անկյուններ, որովհետև շատ հաճախ դա անցալվում է որպես ես էի մեղավոր, դե մեր հարաբերություններն են այդպիսին, ես իրան հասցրեցի, տրամադրությունը տեղը չէր, բոլորի մոտ է տենց, մեր ընտանիքում էլ տենց է եւ այլն, այնտեղ այնքան տարբեր բացատրություններ են լինում, այնինչ ես իրական ուզում եմ մեր խոսակցությունը սկսենք հենց այն կետից, որ բռնությունը կանգնեցնելու ու հետևանքների հետ սկսել աշխատելու ամենագլխավոր կետը այն պահից է սկսվում, երբ դուք ինքներդ ձեզ ասում եք, որ այն ինչ որ իմ հետ կատարվում է, բռնություն է ու անառողջ է, որովհետև այն մնացած բոլոր բացատրությունները, որ մեր ուղեղը, մեր սովորույթները, մեր ընտանեկան սովորությունները մեզ թելադրում են, սոցիալական կեցվածքն ու սոցիումի պահվածքը ընդհանուր։ Այդ ամեն ինչը աննկարագրելի շեղում է ուշադրությունը ամենագլխավորից, ինչա իմ հետ կատարվում, ու որ ես ունեմ հիմա խնդիր, օգնության կարիք, լուծման կարիք, արդեն կախված նրանից ինչա կատարվում, բայց հասցեագրելը ու իրերը կոչել իրենց անունով շատ կարևոր է։ Գիտես ինչին է նմանն էլ, որ հանրության շրջանում շատ դատապարտելի է թմրամոլությունը, իրավացիորեն դատապարտելի է եւ թմրամոլները հստակ է որ թմրամոլ են, հա, դա կարելի է պրոյեկտել ֆիզիկական նմանեցնել, հա, մատել ֆիզիկական բռնության հետ։ Այլ խոսքը հասնում է ալկոհոլիզմին, քանի որ ինքը սոցիումի կողմից ավելի լայն տարածում ունեցող տարբեր ձևեր ունի, դե մի բաժակ խմեց, տոներ, հա, այդ ալկոհոլիզմի նուրբ գիծը, երբ մարդը ուղղակի օգտագործում ալկոհոլ ու երբ ինքը ալկոհոլիկ, շատ աղավաղված է մեր հանրության շրջանում, շատերը նաև չգիտեն ալկոհոլիկը որն է ու ինչը ու որ դա դիագնոզ է ու բուժման կարիք ունի, նույնը հոգեբանական բռնությունն է, որովհետև այնքան տարածված է մեր սոցիումում այդ արատավոր վերաբերմունքը մարդկանց կողմից միմյանց հանդեպ, որ դա ասենց նորմա է համարվում ու չի դիտարկվում որպես բռնություն։ Սա մանրամասն խոսենք տեսակներից ավելի պարզ կլինի։ Ու դու խոսեցիր դիագնոզից, ես ինձ թվում է այս քննարկման ընթացքում սենց ինչ որ հիմնակարային բաներ ենք, շեշտադրումներ ենք անելու, որ շատ դժվար է ընդունվում, հատկապես մարդու կողմից, ով որ աննկարագրել ուզում է փրկի այդ հարաբերությունները։ Բայց եթե մենք խոսում ենք, ես չեմ հասնում հիմա ֆիզիկական բռնության, այնտեղ լրիվ առանձին խոսակցություն է, բայց թեկուզ հոգեբանական բռնության պարագայում մենք միանշանակ խոսում ենք ոչ թե հոգեբանական ուղղակի խնդիրների մասին, այնտեղ հիմնականում երկու դիագնոզի մասին ենք խոսում, որոնք որ հիվանդություն են։
Այսինքն դուք գործ ունեք հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու հետ։ Դրանք կամ մեր շատ սիրելի, այս բaragայում ոչ սիրելի, որովհետև դա խանգարման մասին է խոսքը, նարցիստիկ խանգարում ունեցող մարդիկ են, խանգարում շեշտում եմ, կամ պսիխոպաթներն են։ Ու երկու բaragայում էլ հիմնական, հա, էլի կարող է լինի, բայց այն մնացածին չեմ ուզում շատ խորանանք ինչ որ DSM-ի դասակարգման մեջ, երկու բaragայում էլ խոսքը գնում է անձի խանգարման մասին, անձի խանգարումը չի բուժվում։ Եթե անձի խանգարումը չեն կարողանում բուժել մասնագետներն ու դեղերը, դուք չեք փոխելու այդ մարդուն։ Դուք իրան չեք փրկելու, ձեր հարաբերությունները չեք փրկելու, չկա մեխանիզմ պահելաձևի, որ դուք կարող եք ձեզ պահեք ու ամեն ինչ ընկնի իր տեղը, չի լինելու։ Այստեղ փոքրիկ սպրավոչկա բոլորին անց համար, ովքեր չեն հետևում մեզ Instagram կամ նոր են առաջին անգամ տեսնում, այո, որ հանկարծ չլինի դուք ինչ գիտեք հոգեբուժությունից, Նելի Սերոպովնա Արսենյանը հանդիսանում է Հայաստանի Պետական Բժշկական Համալսարանի հոգեբուժության օրդինատոր եւ դա նրա երկրորդ կլինիկական օրդինատուրան է, այնպես որ եթե ուզում եք կոմենտ գրեք, մի գրեք։ Եթե արդեն գրում եք, դուք ինչ գիտեք, ջնջեք։ Կամ ուղղակի ինձ էլ մի լսեք, DSM-ը բացեք, հիվանդությունների դասակարգում ու կարդացեք, կհամոզվեք, որ այո, դա հիվանդության դասակարգումների մեջ է մտնում։ Ու ուզում եմ ճիշտ ասած նաև նշենք բռնությունը առհասարակ ինչն է այդ abuse կոչվածը, հա, ինչի եմ ես ընթացքում ընդհանրապես առաջարկում նշենք abuse բառը հենց, որտեղ շատ է օգտագործվում։ Որտեղ շատ է օգտագործվում, բացի դրանից բռնությունը նոր դասակարգումով abuse-ը չի։ Abuse-ը ավելի շատ այն է, ինչի մասին որ այսօր ես ու դու ենք խոսելու, հա, արդեն հատուկ դաժանությամբ, այնտեղ ֆիզիկական, սեռական եւ այլն, այդ արդեն այդ abuse-ը չի, բռնությունն է հենց որպես այդպեսին։ Դրա համար ունի տերմին, իրերը կոչում ենք իրենց անունով, մնում ենք abuse-ի մեջ։ Այսինքն եթե անգլերենին վերածենք, հա, abuse ու violence, այդ violence-ը դաժանության ընտանեկան բռնությունն էլ չէ, domestic violence։ Domestic violence-ը կոչվում, abuse-ը այդ ավելի շատ շահագործում, չարաշահում, մի քիչ էլ բռնություն, հա, այո։ Եթե խոսենք հոգեբանականից, հոգեբանական բռնության հիմնական տեսակները, հա, խոսում ենք հիմնականից, որտեղ այնտեղ ինչ որ sense ելնելով հանգամանքներից շատ բան կարելի է մտցնել, նվաստացում, առանապատվության վիրավորում, այստեղ մտնում է նաև հայհոյանքները, ինձ մա մենք բոլորս գիտենք, հա, այն նվաստացուցիչ բառերը, որոնք որ երբ որ մարդուն ասում ես, հասկանում ես, որ ինչ որ բան ասեցիր, որ իրան նվաստացնում է, այդ ամեն ինչը։ Կարող է օրինակներ բերենք, որ ավելի հայհոյանքների։ Հայհոյանքներ պետք չի խնդրում եմ։ Չէ, գիտես ինչ եմ ասում օրինակներ բերենք, որովհետև օրինակ շատ հաճախ լսել եմ կողքից ինչ որ զույգի վիճել ու ակնհայտ տեսնում եմ, որ տղան կամ աղջիկը այդ էլ կա, հա, նարցիստիկ խանգարում ունեցող աղջիկներ էլ կան։ Ծայրահեղ վատ բառեր են ասում, որ զույգի ներսում պես վիրավորանք չի ընկալվում, հա, դրա համար եմ ասում օրինակ բերենք, որ այդ բառերը իրականում այդ արտահայտությունները, իրանք վիրավորական են, պետք է ընկալել իրանց որպես վիրավորական արտահայտություններ։ Չգիտեմ ոնց են ուղղակի գիտես ինչի համար եմ ասում, որովհետև տես ես ու դու ունենք քննադատություն ամեն դեպքում այդ բառապաշարը, արի սենց անվանենք, հա, բառապաշար, որը վիրավորում է ձեր ինտելեկտուալ հնարավորությունները ու նվաստացնում է ձեզ որպես հասուն անձ։ Հիանալի սահմանումներ։ Ընդհանուր ձևակերպենք այդպես։ Իսկ դեռ վերնագիրը դնել էպիզոդի շատ լավն էր։ Silent treatment-ը ու ես չեմ թարգմանի ես նախադաս բառը, որովհետև սա էլ է տերմին, ուզում ես թարգմանես silent treatment-ը։ Կարող եմ բացատրել հայերենով, թարգմանություն ինքը չունի որպես տերմին, այդ երբ դուք ինչ որ էմոցիա եք արտահայտում, դուք ինչ որ բան եք, միտք եք արտահայտում, դուք ինչ որ մեղադրանք եք ներկայացնում կամ ինչ որ երկխոսության եք գնում, ու ի պատասխան ձեր այդ ամբողջ էմոցիոնալ խոսակցությանը դուք ստանում եք լռություն։ Silence treatment, լուր վերաբերմունք, եթե շատ բառացի թարգմանենք, այսինքն ձեր հետ ընդհանրապես դիալոգի մեջ չեն մտնում ու ձեզ բանի տեղ չեն դնում կոպիտ ասած։ Ու դուք զգում ես, որ ինչ որ բան եղել է, ասում ես բան եղել է, նույնիսկ քեզ չեն էլ պատասխանում, բայց ակնհայտ օթում ինչ որ լարվածություն է, ու այն որ չգիտեմ, ագրեսիվ սկսում են ինչ որ ծնողներն են այդ շատ հաճախ անում են, որ ինչ որ sense ափսեները նյարդային ձևով սեղանին դնում է, նյարդային ձև դռներն է փակում, բայց ոչինչ չի ասում։ Մյուսը անձնական սահմանների խիստ խախտումը, այսինքն չաշխատես, տանից դուրս չգաս, այսինչի հետ չխոսես, ընտանիքիդ հետ չխոսես, ձեր տուն չգնաս, այսինչի չհագնես, ինչի ես ինչին sense նայեցիր, ինչի ստեղ ես բառը ասացիր, ինձ առհասարակ դուր չի գալիս, ոնց է դու քեզ պահում, ոնց ես քայլում, այդ ամեն ինչը։ Գլուխդ կախպայ առհասարակ։ Ու ես այդտեղ նաև կմցնեի ուգրոզան ոնց է հայերեն։ Սպառնալիքները վնաս հասցնելու։ Կտամ կսպանեմ հեսա։ Հացուտակ կգցեմ։
հեսա որ խփել եմ ինչ որ այդ նման նախադասությունները ու ուստեղ շատ կարևոր է հասկանալ, որ անպայման, եթե խոսում ենք բռնության մասին, ոչ թե ձեր հարաբերությունների մոդելներ պահի տակ ինչ որ բան եղավ, դա կրում է պարբերական բնույթ, դա կրում է պատժելու բնույթ, այսինքն դուք հստակ գիտեք ինչ չպիտի անեք, որ չարժանանաք դրան, դուք գիտեք, որ կան հստակ կանոններ, ինչը խախտելու պարագայում դուք արժանանում եք այդ վերաբերմունքին, կան պահեր, որոնցից ելնելով այդ գիտես բռնության մեջ ապրողները, հատկապես երեխաները, նույնիսկ ծնողի բանալին պտտացնելուց ու տուն մտնելու քայլվածքից արդեն գիտեն ինչ տրամադրությունով է եկել ու ոնց է այդ օրը վերջանալու։ Ոնց պետք է իրանք պահեն, ինչ զգաստության պետք է կանեն, ինչ պետք է խոսեն, ու այդ կինը հիմնական գիտես որ դեպքն է, որ հերդ ջղայնացածա գնացեք մտեք սենյակ դուրս չգաք, ինչ որ ես նաև հասկանում որ դա ինչ որ պաշտպանական միջոցառումներ են, հա, բայց այդքան զգացվում է, որ այսօր լավ որ չի լինելու մեր համար։ Կամ դու զգում ես, որ այդ խախտեցիր, այն ինչ որ չպիտի անեիր ու արդեն այդ լարվածությունն է մտնում, որ հեսա մի բան լինելու է։ Ընդ որում նույնիսկ կարող է հենց այդ օրը ոչ մի բան չլինի կամ այդ մի բանն էլ տենց անցնի գնա, բայց այդ լարվածության մեջ ապրելը, որ հեսա մի բան, ոնց որ մի բան են չեմ արել, ու անընդհատ դու զգուշ ես, անընդհատ սենց իր ռեակցիային ես նայում, անընդհատ նայում ես դեմքին ինքը գոհ էր, գոհ չէր, նկատեց թե չնկատեց, որ ինչ որ մի բանը նենց չարեցիր։ Ու փորձում ես ավելի իդեալականը լինել, թեկուզ այդ մի քանի օրվա ընթացքում գիտես ոնց որ ծառայես այդ մարդուն, իրոք ինչ որ ստրկության մի տեսակ հոգեբանություն է միանում, որոնք նարցիսները ստրկության հոգեբանություն է միանում, որ անեմ հնարավոր ամեն ինչ, որ ես մարդու էգոն շոյեմ, հանկարծ ինքն իրան վատ չզգա, փոշիները վրայից փչեմ, սրբեմ եւ այլն, որ այն մի պուճուր կիքսիկս, այն մի փոքր վրիպակը, որ ես իմ նվաստ կյանքում թույլ տվեցի, որտեղ դու արդեն ունես այդ միտքը քո կյանքը ու դու նվաստես, հանկարծ դից անցնենք գնա, էլի գլորենք անցնենք գնա։ Ու այս բռնության մասին խոսելով ես էլ շատ կուզեմ նշեմ, որ խոսքը չի գնում հավասարը հավասարի հետ։ Օրինակ կան լիքը հարաբերություններ, որտեղ այդ ինքան էլ սիրուն ինքը փաթեթավորում է իտալական ընտանիք։ Այն որ հա ինչ որ դրա ունը դնում են տենց ինչ որ կրքեր կան ու էմոցիաներ, իրար հետ կռվում են, իրար ինչ ասես ասում են, իրար վրա ինչ որ բաներ նետում են, հետո իրար հետ հավաքում են, բարիշում են, մեկն է իրերը հավաքում գնում են, մյուսը գնում է հետ է բերում, այդտեղ դրա մասին նույնիսկ եթե իրար վիրավորում են, դրա մասին այդտեղ բռնության մասին չի խոսքը, որովհետև դիմացինը պատասխան է տալիս։ Abuse-ի ու բռնության պարագայում զոհը պատասխանել չի կարողանում, ելնելով ինչ որ հանգամանքներից, դա կամ երեխաներն են, կամ տարեցներն են, որոնք առհասարակ մեծին չեն կարող պատասխանեն, դա կինն է, որը գտնվում է այդ տղամարդուց կախվածության մեջ, կամ հոգեբանական կախվածության մեջ, որ իրոք մտածում է, որ ինքը միշտ մեղավոր է, ինքը սխալ է, ինքը իրավունք չունի պատասխանի, ու ակնհայտ զույգում կա դոմինանտ մեկը, ով կարող է թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես ճնշի, այսինքն այդ որ այս հարցը որտեվ շատ են տալիս էլ հիմա եթե մենք վիճում ենք իրար ինչ ասես ասում ենք ինքը ինձ խփում է ես շուր եմ գալիս իրան եմ խփում այդ ինչ անշակում ենք երկուսս էլ բռնության ենք իրար ենթարկում ընդհանուր հա բայց ամեն դեպքում այս կլասիկ abuse-ի մասին չի խոսքը հա եթե ամեն օր ձեր տանը այդ վիճակը չի ու տես տարին մեկ կարող է դուք վիճեք կամ երամսյակը մեկ վիճ ունենաք գիտես զույգեր կան ում գոյատևման մեխանիզմը հենց դա է նույնիսկ եթե երամսյակը մեկ չի բնականաբար չենք ողջունում ու չենք ասում որտեղ որևէ բանը առողջ է ուղղակի այդտեղ գիտես անառողջ է առհասարակ հարաբերությունները բռնությունն ու abuse-ը այդ լրիվ ուրիշ անառողջության մասին է խոսքը, հա, այդ հարաբերությունների մեջ դու ինքդ գիտես, որտեղ բազմիցս այդ պատմությամբ կիսվել ես, ոնց ես դու դուրս գալիս նարցիստիկ abuse-ից, ինչ հոգեվիճակով ես դուրս գալիս, հա, այդտեղ պատասխանելու մասին խոսք անգամ չի գնում, որ դու կարող ես շուռ գաս ու ասենք, չգիտեմ, նույն համաչափ փորձես նույնիսկ պատասխանես, որովհետև դու այդ ռեսուրսը չունես։ Այդ ռեսուրսը սենց շատ հավես քեզնից վերցնում են ամենասկզբից, ու հեսա այդ կքննարկենք ու ես կարծում եմ սկսենք հիանալի նարցիսներից։ Մենք նարցիսներին ամենասկզբից սկսել ենք քննարկենք ու շատ ենք իրանց սենց վատ բաներ ասել, հա, ես ուզում եմ մենք հստակ առանձնացնենք դասակարգումը շատ խառն է, ես բացարձակ չեմ պատրաստվում հիմա մտնեմ դասակարգման մեջ, ուղղակի հստակ ուզում հասկանանք, որ գոյություն ունի նարցիստիկ անձի խանգարում, որին հեսա կհասնենք, իսկ առանց հասնելու գոյություն ունեն ուղղակի նարցիստիկ բնավորության գծեր ունեցող մարդիկ։ Ինչպես պարզվեց վերջերս Նելի Սերոփովնայի դասերի արդյունքում։
Ես էլ անմասն չեմ մնացել այդ նարցիստիկ դրսևորումներից, հա։ Դե ինչ որ միտեղ խանգարում չեմ ասել, չեմ ասել։ Ու դրսևորված եմ բավականին վառ, իրականում շատ հետաքրքիր է այդ հետո կպատմեմ։ Իրականում, գիտես, ինչի մեջ է հարցը, ինձ թվում է մենք պիտի նշենք вообще նարցիսները առհասարակ ովքեր են, ինչ խնդիր կա նարցիսների հետ։ Խանգարում Չէ, առանց խանգարման, նույնիսկ եթե մենք հիանալի մարդիկ ենք, ոչ մի նարցիս հակառակ բանը չեր ասի։ Հիանալի մարդիկ ենք, որովհետև մեր ուզածը այս կյանքում շատ բան չի, իրոք շատ բան չի։ Մենք պետք է սիրել unconditionally, այդ ոնց է հայերեն, առանց նախապայմանների, պետք է ուղղակի մեզ սիրել, տալ համապատասխան շատությունը, մեր աստվածությունը, ինչ որ ասելու եմ, չանձնավորես, որովհետև ամեն դեպքում էլի ենք ասում, հայկան այդքան է ծայրահեղության մեջ չի, բայց նարցիսները շատ տենց ինչ որ վախենալու ներկայացվում են ու վայ իրանցից պետքա փախնել եւ այլն, իրական նարցիսները շատ արժանի են գոնե կարեկցանքի, որովհետև դրանք մարդիկ են, ովքեր չունեն իրանց մասին իրանց սեփական կարծիքը, չեն ձևավորել իրանց սեփական եսը, ու իրանց պետքա անընդհատ ինչ որ իրողություններ ու ինչ որ մարդիկ, տենց մի նայես քո մասին չի խոսքը, ինչ որ մարդիկ, ովքեր հաստատում են ով են իրենք։ Այսինքն իրանք ու ձևավորում են իրանց սեփական եսը, ինքնագնահատականը, ելնելով նրանից այդ պահին ով է իրանցով հիանում, ով չի հիանում, ինչ որ ձեռքբերումներ ունեն, թե չունեն, ու այն պահին երբ չունեն կամ այդ հիացմունքը չեն ստանում, իրանք գաղափար անգամ չունեն ով են իրանք, զգում են խոր դատարկություն, ցածր ինքնագնահատական, ու իրանց շատ շուտ պետք են ռեսուրսներ, իսկ դա հիմնական շրջապատող մարդիկ են, ովքեր կարողանում են հաստատեն իրանց գրանձիոզությունը, որն դու ես քեզնով սկսում ես, քեզնով վերջանում։ Չեմ կարող հակաճառել, որովհետև հիմա տենց չեմ, տարի տևական ժամանակ թերապիայից հետո, բայց եթե ես ինձ հիշեմ շատ չէ 10 տարի առաջ նախքան ինչ որ ավելի ռեֆլեքսիայի կենթարկեի ինքս ինձ նախքան ինչ խնդիրների պատճառով կմտնեի թերապիան, հա, դա բացարձակ ճշմարտություն է, բացարձակ։ Այդ ներքին հենարանի զգացողությունը չկա։ Ներքին հենարան չկա, ես ինչ եմ ուզում կա, միայն արտաքին հենարան կա, այսինքն ու ձեռքբերումների վրա մարդիկ, ձեռքբերումներն ու իմ պարագայում ես մարդկանցից չեմ այդ ռեսուրսը վերցրել, ինձ թվում է իմ կարիերայի հաջողությունները պայմանավորված են եղել հենց դրանով, որ ես պետք է այդ ձեռքբերումները ունենամ, որ հենվելու կետ ունենամ։ Նախքան կբացահայտեի առհասարակ ինչ է իրանից ներկայացնում ներքին հենարանն է, ով եմ ես, ինչի ինքնագնահատականի հետ տեղի ունենում են, ինչ տեղի անեն, ու ես քեզ ասեմ, այդ ներքին հենարան, արտաքին հենարանների վրա հենվելու այդ ձեռքբերումները ինչ որ անտուրաժ են ստեղծում քո շուրջ, սոցիալական կերպարդ ներկայացնում են այնպեսի, որ դու ընդհանրապես չես կարա ինքնագնահատականի հետ խնդիր ունենաս, որովհետև դու սենց այդ ամեն ինչը, հա, այդ մեդալիկները սենց կախում ես վրատ, որպեսզի այդ հիացմունքը լինի, ու մարդիկ քեզ այդպեսին են ընդունում, որովհետև մեզ մարդիկ ընկալում են նենց, ոնց մենք ուզում ենք, որ իրանք մեզ ընկալեն, անկախ նրանից դա գիտակցաբար է թե ենթագիտակցաբար, բայց այդ մեդալիկները, որ այդտենց կախում ես վրատ, բոլորը քեզնով հիանում են, դու այդ վալիդացիան ստանում ես ու ասում ես, «Վсё, էս եմ ես»։ Ուրախ կողմն ես պատմում, որ չես ստանում։ Որ չես ստանում, գնում է կազմաքանդումը։ Ես չեմ կարող մյուս կողմի մասին պատմեմ, ես չգիտեմ, որովհետև ես միշտ ստացել եմ, նախքան սկսել եմ ինքս ինձ տալ այդ հիանալի փուլը, որ իմ կյանքում սկսվեց ու շատ բարդ փուլը, որովհետև ես չգիտեմ ոնց է ստացվել, որ ես այդ նարցիստիկ դրսևորումներով գնացել եմ թերապիայի ամեն դեպքում, որովհետև դու անձի խանգարում չունես։ Որովհետև անձի խանգարում չունեմ, բայց ես միշտ ստացել եմ, այսինքն այն կողմի հետ, որ եթե չես ստանում, բայց չնայած եղել են դեպքեր, որ օրինակ ինչ որ կյանքում կան չէ բաներ, որտեղ դու ոնց որ պայքարի մեջ ես մտնում ինչ-որ մարդու հետ կամ ինչ-որ մի բանի համար ու կարաս չհասնես, կարաս պարտվես։ Դրա համար ես սպորտից միշտ շատ հեռու եմ եղել, որովհետև այդ պարտության զգացողությունը երևի վատթարագույնն է, որ նարցիստիկ դրսևորում ունեցող անձը
անձի հետ կարա լինի, ոնց կարամ ես չհաղթեմ, այ դա կազմակերպում է, այդ չգնահատվածն եմ, այդ ժյա, հա, այդ ես եմ, էս մեդալներով, էս իմ բոլոր արժանինքներով, ոնց կարա ինչ-որ մեկը, որ ակնհայտ չունի այդ մեդալները, հա, իր վրա կախած չեն այդ մեդալը, բայց ինքը հաղթել է, ոնց կարա այդպես բան լինի, դա վատագույն բանն է, ինչ որ կարա նարցիստիկ դրսևորում ունեցող անձի կյանքում պատահի, իրոք այդ շատ մեծ ապտակա կյանքից, հա, այդ դեպքերը, երբ ես ինչ-որ պարտության զգացողություն եմ ունեցել, կազմակերպող իրականություն է իմ համար եղել միշտ։ Իրականում մինչև հիմա էլ, բայց քանի որ ես գիտեմ ինչա կատարվում, կարողանում եմ կառավարեմ, կարողանում եմ չձուլվեմ, ինչ-որ պուճուրիկ խայթի կա, չեմ կազմակերպում, ոչ չեմ սիրում պարտվել։ Ու եթե շարժվենք մի քիչ ավելի դեպի խանգարումը, այդ մարդիկ չունեն էմպաթիայի զգացողություն ընդհանրապես, այդ էմպաթիան կրում է շատ ֆորմալ բնույթ։ Այսինքն իրանք մոտավոր հասկանում են, որ այստեղ պետքա օրինակ հարազատին կորցրելա, պետքա ցավակցել, մի հատ գրկել, ասել լավ կլինի։ Այդ լրիվ ինչ որ ֆորմալ բնույթ է կրում, հա, կամ ոնց որ շատ է նեղված, ինչ որ շատ է հուզված, շատ է լացում, դե մի հատ sense մեջքին խփենք, ասենք դե լավ։ Ու մյուս տարբերակը նաև շատ կարևոր, իրանք ընդհանրապես ընդունակ չեն կազմել մոտիկ հարաբերություններ, թե ծնողների հետ, թե ընկերների հետ, թե առավել եւս անձնական հարաբերություններ, որովհետև այդ հարաբերություն, առհասարակ մոտիկությունը, հա, մտերմությունը, թուլությունը ընկալվում է իրանց համար շատ վախենալու, որովհետև ինչքան դու մարդու հետ մոտիկ ես, ինչքան ավելի բաց ես տեսնում այդ մարդուն, այնքան ավելի խոցել ես, բայց դրանից այնքան երևում է ով ես դու։ Ու եթե հանկարծ այդ առանց այդ չեմ փայլիկների երևած նարցիսը ով է, շատ ակնհայտ երևում է, որ ինքը շատ ցածր ինքնագնահատականով, որովհետև այդ խոսքերի հետևում, որ ես վերջն եմ, ես ամենասիրունն եմ, ով եք դուք, ով եմ ես, թաքնված է շատ ցածր ինքնագնահատական, բազմաթիվ մանկական տրավմաներ, որոնք որ չեն ընդունվել, հեսա կգանք դեպի մանկություն, ինչից է դա եկել, ինքը սենց լավ ծածկել այդ ամեն ինչ հետ մեդալներով, ձեռքբերումներով, ուրիշներին նվաստացնելով, ուրիշների հաշվին ինքնահաստատվելով, բայց եթե այդ ամեն ինչը վերցնես, չէ, դե մենք արդեն խանգարման մասին ենք խոսում։ Եթե այդ ամեն ինչը այդ մարդուց վերցնես, այնտեղ թաքնված է չափազանց ցածր ինքնագնահատական, ինքը ընդհանրապես իր մասին ոչ մի բան չգիտի։ Ինքը ոչ իրոք հավատում է, որ ինքը այդքան գեղեցիկ է, ինքը ոչ իրոք հավատում է, որ ինքը այդքան հաջողակ է։ Ինքը ընդհանրապես չի հասկանում, ոնց է ստացվել, որ ինքը հայտնվել է միջավայրում, որտեղ ինքը գեղեցիկ է, հաջողակ է, ընդունված է, բայց այդ ամեն ինչը մաքսիմալ թաքցված է, ու ինչքան մարդկանց մոտիկ ես թողում, այնքան կարող է հանկարծ դա պարզվի, որ երևալու է, դրա համար բոլորին պետք է պահել սենց մի հատ սառը կերպարի տեսքով, որ հանկարծ ոչ մեկ ինձ մոտիկ չգա, քանի որ հայկանը բազմիցս կիսվել է մեր հետ իր փորձով նարցիսների հետ շփման խանգարում ունեցող մարդկանց հետ։ Հիմա ինքը կպատմի ոնց է լինում, որ նախ հայտնվում ես ընտեղ, ցածր ինքնագնահատական միանշանակ ինչ որ նարցիստիկ խանգարում ունեցող անձի հետ հարաբերությունների մեջ մտնում ես միայն տրավմատիկ կապով։ Ну լավ չասեմ միայն, բայց հիմնականում տրավմատիկ կապով։ Միայն, ճիշտ էի ասում, դասես լավ սորդ։ Իսկ եթե կատակը մի կողմ, այսինքն ցանկացած մարդով հայտնվում այդ հարաբերությունների մեջ ու առաջին հայացքից իր պատկերացմամբ մտնում այդ պայքարի մեջ, որ ես կպայքարեմ մեր սիրո համար, ես կհասնեմ այդ սիրուն, բոլորի հավեսով քեզ մի հատ մեծ դաշտ է տալիս պայքարելու։ Բոլորի մոտ լինում են դժվարություն, մասնապես եթե տարիքով, ասենք 22, 23, 25 տարեկան, մինչև 30 տարեկան մարդը, ասենց սկսում է այդ պայքարը, այդ հոլիվուդյան ֆիլմերի տակ մնացած, որովհետև չես հասկանում ինչա կատարվում, հա։ Ինչա իրանց ներկայացնում տրավմատիկ կապը, մենք այս մասին խոսել ենք, բայց մի հատ էլ նշեմ, այդ ինչ որ չստացած էմոցիա է, այդ ինչ որ չստացած վերաբերմունք է մանուկ հասակում կամ պատանեկությամբ, ավելի շատ մանկական տարիքում, չփակած գեշտալտ է ինչ որ, սենց պատկերացեք մեծ անդունդա, որ անդունդով մարդիկ ման են գալիս, ու մեկ էլ հայտնվում է ինչ որ մեկը, ով թվում է թե լցնում է այդ անդունդը, որովհետև նարցիստիկ խանգարում ունեցող անձանց հետ հարաբերությունները սկսվում են love bombing-ով։ Ինչ հայանից ներկայացնում love bombing-ը, այդ սենց այդ մարդուն հանդիպում ես ու մեհեքյատ, մեհրաշք, մեկ կյանքդ դառնում է կինո,
իմ Աստված, իմ թագուհի, իմ ֆենոմեն, ես չգիտեմ ոնց էի ապրում առանց քեզ։ Էտենց նվերներ, Քո նմանը վերաբերմունք, երբեք չի եղել իմ երբեք չի կյանքում։ եղել։ Եթե դու ունեցել ես նախկին հարաբերություն ու դուք խոսում եք այդ մասին, ինքը չգիտի ինքը ինչա կորցրել։ Ես քեզ գտել եմ, ոնց դու իմ Աստված, ու սենց Ուշադրությունը, 3-ից նվերները։ 6 ամիս չես հավատում, որ քո կյանքում նման բան կարա տեղի ունենա, որովհետև չունեիր այդ ինքնագնահատականը, սկսենք այդտեղից, որ հավատայիր, որ տենց բան կարա լինի քո կյանքում, օ հրաշք եղել է։ Ու սենց այդ love bombing-ը լցնում է այդ չստացած, այն ինչ չենք ստացել մանկության ընթացքում, սենց լավ լցնում տրամբով կայանում։ Ունի 6 ամիս հետո չկա Նոր այդ մարդ, ամեն հա։ ինչը։ Լրիվ ուրիշ մարդ, լրիվ ուրիշ վերաբերմունքով, սառը օրերով չկա։ Որտեղ արդեն վստահավոր բռնել եք։ Всё, կոնկրետ խայծը կուլ տված, հետևից ընկած, որովհետև այդ այնքան անհրաժեշտ էմոցիա ու ռեսուրս է այն մարդու համար, ով ունի այդ անդունդը, որ առանց դրա ոնց որ առանց թթվածին ես շատ եմ համատել ու էլի կասեմ, ոնց որ թմրանյութից Դες կախվածություն ինչի, լինի։ շատ ճիշտ ես նկարագրում, որովհետև այն ճոճանակները, որոնք որ ապահովում են նարցիսները, Այո, ոչ մի հարաբերություններում չես ունենալու։ հա, Ու դու միգուցե փորձում ես կառուցես ուրիշ հարաբերություններ, այդ ճոճանակի ես վերելքը ոչ մեկի հետ չես ոչ զգում։ միտեղ չես ունենա։ Իսկ վերելքը հա, հիմնականում են պահնա, երբ որ քեզ գովացել են ու քեզ ընդունել Այո, են։ Այն վերելքը են պահնա, երբ որ օ դու իմ թագուհի, օ հա, չգիտեմ, ու այդ այդ ժամանակ ուրիշ ոչ մի տեղ չես գտնում։ իրականում այդ ժամանակ այդ հարցը մենակ վերելքը չի, օրգանիզմում էլ այնց գարմոնալնի հորմոնալ ցնցումներ է լինում, Այդ վերելքի լավարումով, ժամանակ այդ հենց այդ վերելքի ժամանակ էնդորֆինային էնդորֆինային ինչ-որ ցնցումներն ա լինում, բում ա այո, ինքը շատ նման է դոպամին, էնդորֆին, կախվածությանը, շատ ճիշտ ես ու ասում։ սենց իրոք ոնց որ թմրանյութ օգտագործես, ես երբեք Ուզենաս չեմ կտրուկ օգտագործել, թողես։ բայց ես գիտեմ այդ մարդիկ ինչ են զգում, անկեղծ եմ ասում։ Ու սենց մեկ էլ չկա, հա, այդ դոզան չկա, այդ չափաբաժինը, որ քեզ պահում է, ապրեցնում է, թթվածին է հանդիսանում, կորում է քո կյանքից։ Ամեն հնարավոր լծակ, ռեսուրս, էներգիա, ուժ, եռանդ, միտք, ինչ ունես, սենց մի գծով ուղղվում է դեպի այդ ռեսուրսը վերականգնել, պայքարել, ցույց տալ, Անես ամեն ինչ, որ էլի այդ հա, պիկին հասնես։ ու այդ ընթացքում, երբ ակնհայտ է, որ դուք արդեն մտել եք այդ անօգուտ պայքարի մեջ, նարցիստիկ խանգարում ունեցող անձը հստակ դա տեսնում է ու այն բաներ կան, ցենց կատվի խաղալիքներ կան, որ սենց անելով ինչ որ անում ես, կատուն հետևից գնում է կամ շանը, որ ուզում ես վարժեցնել, շատ կոպիտ օրինակներ եմ բերում, բայց իրականում հենց այդ ուզում ես վարժեցնել շանը, այդ իրանց համովիկներից մի կտոր բռնում ես ու ինչ անում ես, ինքը տենց ամեն ինչի պատրաստ է այդ շունը, որպեսզի այդ մի համովիկը տաս այ տենց կենթանու նման ինչ ասենք անես ու տեղ գնում սկսվում է տոտալ արժեզրկում, նվաստացում ու գիտեք, այստեղ նարցիսները քան նարցիստիկ խանգարում ունեցող անձին, քանի որ բավականին բարձր IQ ունեցող մարդիկ են, Իրանք շատ խարիզմատիկ են, շատ խարիզմատիկ են, վերելքներ կյանքում ունեցող մարդիկ են, որտեվ այդ իրանց մաքսիմալ տանում է դեպի այդ, որ հասնես ինչ որ հաջողությունների, հիմնական ռեսուրսներ ունեցող, գումար ունեցող, արտաքնապեսել են շատ գրավիչ լինում։ գրավիչ, այո, ու այդ ոչ թե լինում է ինչ որ շատ անմակարդակ ձևով, ով ես դու, բան, ինչ որ sense կենցաղային, այլ sense շատ նուրբ, շատ sense նույնիսկ ժպիտով, շատ հաճախ հոգատարության սովուսի Քո համար եմ ասում։ Քո համար եմ ասում, այն որ sense լավ է, բայց մի բան են չի, կարող է գնաս քիցդ վիրահատես, ու այդտեղ դու որ փողել չունենաս, դու երբեք փողը չի տա obviously, դու որ փողել չունենաս, պարտ կանես, վարդ կանես, հա, երբեք փողը չի տա, երբեք չի ներդրվի, հա, որովհետև այդ ներդրումը նշանակում է, որ ինքն էլ ինչ որ կապվածություն ստեղծում, որևէ ոչ դրամական, ոչ էմոցիոնալ, ոչ մի տեսակի ներդրում նարցիստիկ խանգարում ունեցող անձինք չունեն այդ հարաբերություններում ու մարդկանց համար, ու դու սենց սկսում ես քեզ պատերով տալ, որ դու ապացուցես, որ դու ես հենց այն մարդը, որ ոչ թե շտոտ մի բան են չի, այլ հենց ամեն ինչ այն է։ Իհարկե երբեք ոչ միշտ մի բան են չի լինելու, որովհետև երբեք այդ իդեալականին ոչ մեկ չի ասնելու, որ հասնեք էլ գերակատարեք էլ ձեզ, երբեք այդ վալիդացիան չեք ստանալու նարցիստիկ խանգարում ունեցող անձից։ Ու երևի երկրորդ
հզոր զենքը, որ իրանք ունեն, այդ gaslight-ն է։ Մենք gaslight-ից խոսել ենք, էպիզոդ ունենք gaslight-ի ու ghosting-ի մասին, մասնագետներ են։ բայց gaslight-ի արքաներն են նարցիստիկ խանգարում ունեցող անձինք, որ անկախ նրանից ինչ են արել, նախ երբեք հնարավոր չի դիալոգի մեջ մտնել, հա, ոչ թե կոնստրուկտիվ դիալոգի մեջ մտնել, առհասարակ դիալոգի մեջ հնարավոր չի մտնել, որտեղ երբ դու սկսում ես նախաձեռնել, որ ու առանց դրամա, առանց շուտով, որ գիտես մենք ինչ-որ խոսելու բան ունենք, կարծում եմ քննարկելու բան է։ Հələ ինչ լավ եղանակ կա, հələ ինչ սիրուն արև է։ Այդ մի տեսակն է, որպես մաքսիմում խուսափում են, երկրորդ տեսակն է, որ էլի սկսվեց բողոքները, էլի սկսեց նվնվոցը, չասնում ես մեր օրը, այսպես ես անում, մեր մոտ ոչ մի բան չի ստացվում։ Ու դու ցնեք լքում ես, հոյլի, ասենք ինչքան կարելի է, ես այսքան հիստերիկանամ, այս մարդը սենց իրոք ոչ մի բան չի։ Ինքնավոր դիմանում ու մի հատ էլ դու ես վերջում ներողություն խնդրում քո արած հիստերիկայի համար, որ հիստերիկա չես էլ արել, ու այդ վերաբերում է ամեն ինչին։ Մենք նախորդ էպիզոդում էլ ասինք, եթե նույնիսկ ուրիշ կնոջ հետ այդ մարդուն տեսնեք կամ ուրիշ տղամարդու հետ տեսնեք, էլի այստեղ չառանձնացնեք, հա, կին տղամարդ։ Լիքն են կին նարցիստները։ Խանգարում ունեցող խանգարման աշխարհի հասնող 15 րոպե զրույցից հետո դուք տարածքը կլքեք խորը մեղավորության զգացումով, որ այդ անմեղ ու շնորհակալության զգացողությունով իր նկատմամբ, որ էլի ներեց այդ ձեր հիստերիկան։ Ու այդ ինչքան էլ որ դա աբսուրդ է հնչում, դա տենց է։ Ու այդ նարցիստիկ հարաբերություններից դուրս գալու միակ եղանակը այն է, որ հասկանաս, որ դա դիագնոզ է։ Ոչ մեկ, որ ինքը չի փոխվելու, որ ինքը նախ չի որ ինչ որ ինքը վերելքների ժամանակ քեզ տալիս է, երբեք չես կարողանալու հասկանալ, այդտեղ ամենաբարձությունը կայանում է նրան, որ քեզ թվում է որ դու կարող ես անել նենց, որ այդ վերելքը, որ ձեր մոտ այդ love bombing-ը կա, այդ վերելքները, որ դուք ունեք, դա լինի միշտ։ Չի լինելու միշտ։ Ու դու նենց ես նստում այդ ասեղի վրա, որ ուրիշ մարդկանց հետ քեզ անհետաքրքիր է։ Հա, ձանձրալի են։ Ես այստեղ ուզում անպայման նշել, որ առողջ հարաբերությունները իրանք հանդարտ են, ստաբիլ են, առողջ հարաբերություններում էմոցիոնալ պիկեր, ինչ որ sense վերելքներ ու վայրեջքներ, որ այդ վայրեջքների ժամանակ ոչ հիշում ես դու ով ես, ինչ ես տեղանում, ինչի համար ես հայտնվել, չի լինում։ Առողջ հարաբերությունները հենց դրանով էլ բնորոշվում են, որ ստաբիլ է։ Այդ տատանումները չկա, իսկ մարդիկ ովքեր նստում են այդ էմոցիաների ասեղի վրա ու դա նաև կիրք է առաջացնում, նաև առաջացնում է որ կյանքում հետաքրքրություն, էմոցիաների տարբեր երանգներ, ու քեզ թվում է որ կյանքը այդ է, այ դա են իդեալական, այդ մարդն է կամ այդ կինն է, ով քեզ կարողանում է տա այդ ինչ որ քեզ պետք է, թվում է թե պետք է, ու ուրը ես առանց իրա, հենց իրան թողում գնում եմ այդ անհետաքրքիր մարդկանց հետ եմ շփվում։ Ուստեղ մի հատ շատ կարևոր բան եմ ուզում նշեմ, ես երբևէ չեմ լսել ինչ որ մեկը անդրադառնա նարցիստիկ խանգարում ունեցող անձի հետ հարաբերություններից հետո ցանկացած այլ նորմալ adekvat մարդու հետ սեռական կյանքը թվում է անորակ, որովհետև այդ էմոցիոնալ, այդ իրար պատեպատ տալու, իրարից ինչ-որ բան պահանջելու, այդ երկար ժամանակ շուտ նեղացած լավագույնը լինելու ձգտումը, այդ լավագույնը լինելու ձգտումը չկա այդ հարաբերություններում։ Ու ես շատ եմ ուզում, որ մարդիկ, ովքեր միգուցե լսեն ու իրենց տեսնեն այդ հարաբերությունների մեջ, երբեք չակնկալեն նորմալ հարաբերություններից այդ կրքերի բանը, շատրվանն ու փոթորիկը, որովհետև ոչ թե այն է աննորմալ, այլ այդ փոթորիկն է այդ էմոցիոնալ ճոճանակների արդյունք, հա, առողջ հարաբերություններում այդ էմոցիոնալ ճոճանակները չկան, հետեւաբար լրիվ ուրիշ տեսանկյունից է պետք նայել ու շատ հաճախ շատերը բողոքում են դրանից, չհասկանալով, որ նորմալը այն է։ Ու պետք չի ակնկալել անառողջ հարաբերությունների արդյունքում ձևավորված կիրք առողջ հարաբերություններից, հա, այդ շատ բարակ գիծ է ու վտանգավոր սայթակում ճանապարհը, որով պետք չի գնալ։ Ես ուզում եմ անպայման նշել, ովքեր են հայտնվում նման հարաբերություններում, որով որ ես վստահ եմ շատեր լսելու են ու հասկանալու են, որ նման հարաբերությունների մեջ են գտնվելու պատճառներն են ման գալու։ Գոյություն ունեն նարցիստների հետ հարաբերությունների մեջ մտնում է երկու տեսակի, հիմնականում այն հոգետեսակի մարդիկ, իդեալական հոգեկառուցվածքի, հա, իդեալական զոհերը։ Դրանք հիմնականում մարդիկ են, ովքեր փոքրուց մտածել են, որ ավելինին իրենք արժանի չեն։ Միգուցե ինչ որ ընտանեկան, սոցիալական սովորույթների հետևանքով, որ տղամարդը պիտի տենց լինի, հարաբերությունները պիտի տենց լինեն, սրանից այն կողմ ուրիշ բան չի կարող լինել, եթե սրանից այն կողմը ուրեմն նորմալ չի, այդ ինչ տղամարդ, ով չի նվաստացնում ու նման կանեկ կան միանշանակ։ Ձերքը սեղանին չի խփում։
աղջիկներ, ովքեր փոքր տարիքում ստացել են նման վերաբերմունք տղամարդկանցից տանը, հա, եղբորից, պապիկից, հորից, ցածր ինքնագնահատականով ոնց նշեց Հայկանը, որ էլի գալիս է ընտանիքից, նարցիս ծնողների երեխաները, որովհետև այդ երեխաները, նարցիս ծնողները դրան էլ անդրադառնանք ովքեր են, ովքեր երեխային ընդունակ են սիրել, մենակ են ժամանակ, առհասարակ ինչ որ էմոցիա արտահայտել, նկատել երեխային, երբ ինքը գերազանցիկ է, հա, ամենաարագն է, ամենասիրունն է, ամենախելացին է, ամենան է, այդ պահին ինքը ստանում է ինչ որ վերաբերմունք իր նկատմամբ, 4 ստացավ արժե զրկվում է այն հազիվել 4 ստանա իր, չգիտեմ, ինչ որ մրցմանն է մասնակցում, երկրորդ տեղն է զբաղեցնում, միանգամից արժե զրկվում է կամ նույնիսկ ուշադրություն էլ չի դարձվում ու ինքը հստակ իր համար հասկանում է, որ ինքը պիտի լինի ամենան, որ արժանանա ուշադրության։ Հակառակ պարագայում ինքը արժանի չի ուշադրության, ինքը առհասարակ արժանի չի նկատված լինելուն։ Շատ հաճախ մամաներն են նարցիս լինում։ Ծնողների անverջ համեմատել է իրենց երեխաներին, որ այ չգիտեմ, քույրիկդ, եղբայրդ, զարմիկդ, հարևան երեխան, ձեր դասարանի Պողոսիկը եւ այլն, քեզնից լավն են։ Ու այդ երեխայի մոտ ստեղծում է այն թերարժեքության բարդույթը, որ ես բավականաչափ լավը չեմ ու ես բավական չեմ։ Կամ բավական եմ այն ժամանակ միայն, կամ նկատելի եմ այն ժամանակ միայն, որ ինչ-որ մեդալ կա վրաս։ Հա, ու այդ սարսափելի բան է։ Ու գիտես, նարցիս ծնողները այդ silent treatment-ը շատ են սիրում։ Այդ լավագույն երեխային պատժելու իր տեղը ցույց տալու ձևն է, ու ինչի եմ ես ասում իդեալական զոհերը, որ նման երեխաները մեծանում են հստակ մտքով, որ ես եմ մեղավոր։ Երեխան իր ձևավորման ճանապարհին ունի ուրիշներին մեղադրելու ֆունկցիա։ Ինքը մոտավոր մինչև 5 տարեկան միշտ ավել էլ իրականում համարում որ ինքն է, ինչ կատարվում է աշխարհում, ինքն է կենտրոնը, ինչ եղավ ես եմ մեղավոր, իմ վրա ջղայնացան ես եմ մեղավոր, մաման ու պապան կռվեցին ես եմ մեղավոր, ու ինքը ամեն անգամ այդ վատ վերաբերմունքը իր նկատմամբ հասկանում է ես այնքան վատն եմ, որ այս իրան արժանի էի, կամ ես սխալ էի, ես ինձ վատ պահեցի, ես արժանի էի, որ ինձ պատժեն։ Ու այդ հոգեվիճակով, որ դու արժանի ես, հենց սխալ քեզ պահեցիր, պիտի պատժվես, բա բնական է, հենց նենց պահեցիր, երբ մեծը քեզնից դժգոհ է, դրան պիտի հետևի բնականաբար ինչ-որ պատիժ, այսինքն դու հայտնվում ես քո համար շատ հասկանալի իրավիճակում։ Դրա համար այն երեխաները, որոնք մեծանում են բռնության մեջ, հիմնականում հենց հետագայում կազմում են հարաբերություններ, որ կամ հայտնվում են, կամ դառնում են բռնարար, իրանք են դառնում abuse-եր, այդ հազվադեպ բայց լինում է, ավելի հաճախ իրանք ման են գալիս հենց նենց հարաբերություններ, որտեղ իրենց էլի նվաստացնելու են, իրանք հայտնվելու են նույն, որովհետև այդ մոդելը, այդ սիրո մոդելը հասկանալի է, միայն դա է հասկանալի, աշխարհի հետ փոխազդելու մեթոդը միայն դա է։ Այդ տարբերակ 1, տարբերակ 2 նարցիսների հետ հարաբերությունների մեջ հայտնվում են նույնպես նարցիսները։ Այդ sense հոյակապ մի հատ սիմբիոզա ստեղծվում, որտեղ իրանք սկսում են իրար ապացուցել, ով է ավելի իդեալական։ Նարցիսը իրական իրանից ավելի ցածրին երբեք չի ընտրում իրան զույգ որպես։ Այդ պետքա լինի ինչ որ էլի ուշադրության արժան, որտեղ շատ ամոթ է էլի ինքը ինչ որ հանրության մեջ դուրս գան այնց մեկի հետ, ով որ տենց այդքան իդեալական չի։ Ու դու ընտրում ես ինչ որ ուրիշ նարցիսի ու մոտ միգուցե ավելի արտահայտված այդ նարցիստիկ մոտեցումը, որտեղ ինքը ամեն դեպքում քեզնից վերև պիտի լինի, ու դու մտնում ես այդ անverջ պայքարի մոտ, որ ես եմ հաղթելու։ Ես հասնելու եմ նրան, որ դու լինես իմ հետ իդեալական, ես հասնելու եմ նրան, որ դու ընտրես ինձ։ Ինքը սենց դառնում է հոյակապ փակ շղթա, այն մեկը քեզ նվաստացնում է, որ չէ դու չես հասնելու ինձ, իսկ դու չէ դե դու կտեսնես ոնց եմ ես քեզ հասնելու, ու դա անվանվում է ես պայքարում եմ իմ հարաբերությունների համար։ Այո։ Այդ բռնության ենթարկողն էլ շատ սիրուն ձևերով այդ խայթերը գցում է, որ խայծերը հենց քեզ թվում է, որ չէ ոնց որ թե չի ստացվում, սենց մի հատ բանը всё-таки քո հետ այնց ամենալավը։ Ինչ որ մի օր մեկ էլ մի հատ տենց նախադասություն ասում, որ դու հաջորդ 3 ամիսը քո կյանքը կառուցես, նորից սկսես պայքարել, այդ միտքը եւս մի անգամ լսելու համար։ Իրական ոչ մի նարցիս այդ իր զոհին բաց չի թողում մինչև այնքան մինչև զոհը ինքն իրան չգնա։ Նախ զոհը ինքը դառնա անհետաքրքիր, կամ անհետաքրքիր, որովհետև այդ նարցիստիկ abuse-ի մեջ ու դա տերմինա հյուսվում ես հոգեբանորեն, ֆիզիկապես, ռեսուրսներով ու դուրս ես գալիս որպես ուրվական։ Երբ դառնում ես ուրվական,
Դու չգիտես դու ով ես, դու չգիտես դու ինչ ես ուզում, քեզ հետաքրքիր են մենակ իր հետաքրքրությունները, քո միակ շրջապատը իր շրջապատն է, քո միակ զբաղմունքը իր զբաղմունքն է, ցանկացած բան, երբ ինքը թույլ է տալիս, որ դու էլ զբաղվես դրանով մնացած ժամանակը, դու պրոստը նստում ես, սպասում ես, մինչև ինքը թույլ տա, դու զբաղվես իր զբաղմունքով։ Դու քեզ կորցնում ես, դու չկաս։ Դու այդ մարդու կցորդ, ուրվական, ստվեր, ինչ չգիտեմ ոնց բնորոշեմ, բայց դու չկաս։ Ու երբ դառնում ես տես ծայրահեղ անհետաքրքիր ու դաժե պայքարի մեջ չես մտնում, այլ հլու ենթարկվում ես, այդ նարցիստիկ խանգարում ունեցող անձին էլ հետաքրքիր չի։ Այդ ժամանակ կարելի է փախնել այդ հարաբերություններից։ Ու մենակ այդ ժամանակը ամենայն հավանականությամբ, որ այդ հերթական խայծը չի գալիս, որտեվ ոչ թե գիտեմ, որ դու հասկացել ես եւ չէ դու ուժ չունես այդ ամեն ինչ, այդ պայքարի մեջ մտնելու ռեսուրս չունես ու իմ խորին համոզմամբ մենք երբեք չենք ասում, որ տենց ամեն հարցով պետքա դիմել հոգեբանի, բայց նարցիստիկ խանգարում ունեցող անձի հարաբերությունների ենթարկվելուց հետո ցանկացած տեսակի բռնության պետքա դիմել մասնագետի ու աշխատել մասնագետի հետ, որպեսզի, նու չեմ կասեմ, ել չհայտնվեք այդ հարաբերություններում, որտեղ ինքը շատ երկար աշխատանք է ու շատ հարցերի պատասխաններ ինքներդ ձեզ դիտակ մեկ շանսը կա, որովհետև ամեն դեպքում այդ էմոցիոնալ ճոճանակները my любимый грабли սիրում հարգում ենք, բայց իդենտիֆիկացնեք, որ դու կտեղեք ու կառավարեք այդ ամեն ինչը, չընկնեք ծուղակը ու չդառնաք զոհ, հա, եթե չգիտեմ, ամեն դեպքում այնքան եք վերլուծել, որ ամեն ինչ պարզ է, բայց մեկը ուզում եք ճոճվել, ճոճվեք նա здоровье, բայց խնդրում եմ անպայման դիմեք մասնագետի այդ հարաբերություններից դուրս գալուց հետո, որտեղ կամ դիմեք, որ դուրս գաք։ Սարսափելի է։ Ու շատերը դիմում են, գիտես, որ դուրս գան։ Շատերը դիմում են, որ դուրս գան, բայց երբեք դուրս չեն գալիս, որտեղ իրենք պայտակ սկսում են հոգեբանին խաբել։ Ես այն անձնական փորձից եմ ասում, որտեղ այն բան, երբ զգում ես, որ հոգեբանը կարող է քեզ օգնի, դու պատրաստ չես այդ կպել այն կետին, որը որ օգնելու է քեզ դուրս գաս։ Դու պատրաստ չես դուրս գաս, դու հենց այնտեղ խաղալու բաներ ունես, դու այնտեղ պայքար ունես, արդեն մի հատ նոր խայծ է գալիս այդ ժամանակ, դաշտ ունես, հələ ռեսուրս ունես, առողջություն ունես դեռ, պիտի քայքայես մինչև վերջ, պիտի քայքայես մինչև վերջ, բանի ներողություն համեմատության համար, բայց այն քաղցկեղի 4-րդ աստիճանը մինչև չի ասնում, որ արդեն պսիխոսոմատիկա է դառնում այդ մետաստազներով եւ այլն, այդ ժամանակ նոր սողալով հասնում ես մասնակի, ասում ես help։ Մենակ այդ ես կարող ասես։ Հա, ու իրականում գիտես շատ հաճախ մարդիկ ովքեր չեն եղել տենց հարաբերություններում շատ զարմանում են, ասում են չեմ հասկանում ինչ խնդիր կա այդ այդքան վատը ընդեղից դուրս գալու, բայց մենակ մարդ, ով որ հայտնվել է նման հարաբերությունների մեջ, գիտի ինչ խնդիր կա։ Այդ ուղղակի դու ինչ որ պահ գալիս, որ ռեսուրս չունես դուրս գալու։ Ընդհանրապես ուժ չունես, ինքդ քեզ հավաքես ու տեղից քեզ հանես։ Տանես, այո։ Ես ուզում եմ անպայման մենք մի քիչ պսիխոպաթներից էլ խոսանք։ Իրականում այս ավելի մանրամասն կթողենք ֆիզիկական բռնության մեջ կքննարկենք, որովհետև ի տարբերություն նարցիսներին, պսիխոպաթները հատուկ դաժանությամբ են այդ ամեն ինչը անում, հատուկ հսկողության տակ են անում, այնտեղ շատ ավելի ակնհայտ է, որ ձեզ պատժում են ինչ-որ մի բանի համար, ինչը դուք պիտի չանեք, նարցիսը շատ հազվադեպ է հասնում, եթե մաքուր նարցիսի մասին է խոսքը։ Նարցիսից վախ չունես։ Հա, նարցիսը ֆիզիկական բռնությանը շատ հազվադեպ է հասնում, այ եթե դուք ենթարկում եք ֆիզիկական ու հոգեբանական բռնության, դուք միանշանակ գործ ունեք պսիխոպաթի հետ։ Այդ մարդիկ են, ովքեր ու ես ուզում եմ շատ այս սրա վրա մեղը դնենք, որտեվ շատ աղջիկներ համարում են, որ տղամարդու նորմալ պատկերը այն է, երբ տղամարդը քեզ հետևում է, պահում է շատ խիստ պայմաններում, ստուգում է պայուսակը, ստուգում է հեռախոսը, ենթադրում է, որ ես տեսա, որ ինչ որ մեկը քո հետևից գալիս էր։ Ես լսեցի, որ դու ինչ որ մեկի չեք խոսացել ոչ մեկի հետ։ Ես լսեցի, որ դու ինչ որ մեկի հետ խոսացիր։ Դու նենց բարևեցիր մեր հարևանին, ես վստահ եմ, որ երեք դուք իրար հետ ժամանակ եք անցկացրել։ Ու դրա անունը խանդ չի։ Դրա անունը այն չի, որ այդ տղամարդը ուղղակի ինչ որ էմոցիոնալ էր, դե ինքն էլ տենց այնքան խնդիրներ ունի։ Այդ տղամարդիկ նվաստացնում են առավել լուրջ դաժանությամբ, առավել լուրջ ու հաճույք են ստանում ընդ որում այդ նվաստացնելու ընթացքում։ Դա ակնհայտ երևում է, որ ինքը հատուկ հաճույք է ստանում, ձեզ վիրավորելով, ձեզ նվաստացնելով, հայհոյելով։ Ի տարբերություն նարցիսներին, պսիխոպաթները երբեք հաջողակ չեն։
որովհետև իրանց այդ բնավորության խանգարումը իրանց չի թողում, որ իրանք սոցիումում հասնեն ինչ-որ հաջողությունների, ոնց կարող եք տարբերել, հա, որ դուք ավելի լուրջ խնդիրներ ունեք։ Եթե այս պահին գտնվում եք ամեն դեպքում դեռ հոգեբանական բռնության փուլում, ամենայն հավանականությամբ դուք հասնելու եք ֆիզիկական բռնության փուլին։ Գիտես ով է շատ վառ օրինակ, այդ պսիխոպատի Բիշիմբայը։ Հա, ես ուզում եի այդ օրինակը բերի, վայ, հա, ինքը շատ կլասիկ օրինակ է։ Կլասիկագույն օրինակ, եթե հետևել եք այդ Ղազախստանի պատգամավորի դատական գործին, շատ դասականագույն պսիխոպատի օրինակ է, հա, որովհետև այդ հատուկ դաժանությունը։ Հա, դատին էլ որ հետևում ես, վկաներն ասում են, որ ինքը միշտ նվաստացրել է կնոջը, միշտ ու ինչով ավարտվեց։ Նկարել է ինքը ոնց է նվաստացնում, ինքը այսինքն ինքը հստակ հաճույք է ստացել այդ նվաստացած տեսնելուց, հա։ Ու ես այստեղ էլ եմ ուզում նշեմ, այդ պսիխոպատների հետ հարաբերությունների մեջ գտնվող կանայք էլ ավելի ռեսուրսից զրկված են։ Ու ապրում են վախի մթնոլորտում։ Հա, այնտեղ հիմնականում ալկոհոլն էլ կամ ինչ որ թմրամոլությունն էլ է զուգահեռ գալիս։ Դուք գտնվում եք անառողջ մարդու հետ հարաբերությունների մեջ ու շատ կարևոր է ավարտելով ու ընդհանրացնելով, որովհետև պիտի արդեն ընդհանրացնենք, չէ՞, ենթադրում եմ։ Չէ, հələ չենք ընդհանրացնում։ Ամեն դեպքում ուզում եմ նշել, որ որտեղ այդ հարցերը հաստատ տալու են, բա ինչ անեմ, ու ինչ որ բազմաթիվ բացատրություններ, բա իմ ընտանիքն է։ Ես շատ լավ հասկանում եմ, որ կանայք, ովքեր հայտնվում են այդ ամեն դեպքում դա ես ու դու չենք, հա։ Տեղ հիմնականում հայտնվում են կանայք, ովքեր ռեսուրս չունեն, ընտանիքի, հայական ընտանիքի աջակցությունը չունեն, ֆինանսապես ապահոված չեն, այդ տղամարդուց կախված են, երեխաներ ունեն, ես այդ բարդությունները շատ լավ հասկանում եմ, բայց եթե ձեր հարցը կայանում է նրանում, որ ոնց անեմ, որ տենց չանի, կամ ոնց անեմ, որ ինքը փոխվի, դրա պատասխանը ոչ մի կերպ։ Ու հիմնականում այդ հարաբերություններից կարող են փրկվել միայն այն մարդիկ, ովքեր ուժ են գտնում, ուղղակի փախնեն։ Որովհետև չկա ուրիշ լուծում ու Հայկանը շատ ճիշտ է ասում, ես էլ եմ շատ խորհուրդ տալիս այդ հատկապես եթե երեխաներին է վերաբերվում ու դուք ապրել եք նման ծնողների հետ, որովհետև ծնողներ կան, ովքեր ենթարկում են իրանց երեխաներին բռնության հատուկ դաժան ձևով ու ինձ թվում է ստեղ մենք կարող ենք մեր աչքերը փակենք ու ձև տանք, որ չենք նկատում այդ ամեն ինչը, բայց ինձ թվում է մեդիայում քանի տեսակի լուրեր տարածվել են այդ հատուկ դաժանության մասին, հա։ Ու այդ շատ չնչին տոկոսն է։ Միանշանակ շատ չնչին տոկոսն է։ Ոնց է լինում, որ հայտնվում է մեդիայում։ Մասնապես հայկական սոցիումում կոծկելու, ծածկելու, ծածկադմփոց անելու միտումը անհամեմատ ավելի շատ է, քան բարձրաձայնելու դեպքերը ու միգուցե դրանով կանխարգելելու կամ կրճատելու նմանատիպ դեպքերը ու ստեղ ես էլ կուզեմ ասեմ, որ ընդհանրապես պետք չի վարանել աջ ու ձախ օգնություն խնդրելուց, որովհետև չկա ամոթ բան նրա մեջ, որ դուք զոհ եք դարձել ինչ-որ մի բանի, որովհետև շատ հաճախ այդ կանայք նաև ամոթից ելնելով ձայն չեն հանում, հա, ինչ կասեն, հա, հայտարարագրեմ հարազատները, բարեկամները, հարևանները, ինչ կասեն, կարան այդ կապտուկները կոծկեն կոսմետիկայով կամ երկար ժամանակ տնից դուրս չգան, Instagram-ում էլ տենց գեղեցիկ ընտանիքի պատկերը ստեղծեն ու երբեք չմտածես, որ այդ մարդու տանը կա բռնություն։ Իրոք պետք չի ամաչել զոհ դառնալուց, դուք մեղավոր չեք, որ հայտնվել եք այդ վիճակում ու դուք կարող եք դուրս գալ ցանկացած պահի, ոչ մեկ չի ասում, որ դուրս գաք ու լինելու է այտենց ինչ որ պոնիներ եւ բաներ, հա, ծիածաներ, դուրս գալուց հետո ավելի դժվար է լինելու, բայց փուլ է լինելու։ Դժվար փուլ է լինելու էմոցիոնալ, հոգեբանական, ֆինանսական, որովհետև ամենայն հավանականությամբ նաև այդտեղ ֆինանսական բռնություն, ֆինանսական անկախություն չկա, որ այդ կինը այդպես մնում է, որովհետև այդ պսիխոպատները բնականաբար նաև անձնական ֆինանսներ թույլ չեն տա ունենա երբեք այդ կանայք։ Ու եթե նարցիսն է, նարցիսական խանգարում ունեցող անձանց մոտ համ կանայք են, համ տղամարդիկ պսիխոպաթիան ավելի կարծում եմ տղամարդկանց է բնորոշ, հա, ես համենայն դեպս կին պսիխոպատների չեմ հանդիպել, միգուցե գիտես ինչի, որովհետև նախ տղամարդիկ իրենք են փոքր հասակում ավելի հաճախ ենթարկվում ու մեծանում բռնության մեջ։ Այստեղ շատ մեծ նշանակություն ունի սոցիալական սովորույթներն էլ։ Մեր սոցիումում շատ արդարացված է տղա երեխայի նկատմամբ բռնությունը։ Ինչքան էլ մենք ասենք, որ աղջիկները ֆիզիկական բռնության մասին է, հա, խոսքը, ինձ թվում է նորություն չի ոչ մեկի համար, որ ֆիզիկական բռնության դաստիարակման շատ կարևոր մաս է հանդիսանում տղա երեխային ֆիզիկական, հա, ծեծի ենթարկելը։ Բացի դրանից այդ տղաները
մեծանում են միջավայրում, որտեղ ճիշտ այն ով ուժեղ է, եթե դու ուժեղ չես, քեզ կծեծեն, եթե դու ուժեղ ես, դու կծեծես։ Դե տղաները անցնեն բանակի abuse-ով, Այո, տղամարդու կյանքում առհասարակ շատ է բռնությունը։ Այդ տղաները մեծանում են նույնատիպ տղամարդու ընտանիքում, ով տենց է իրան պահում ու կինը ենթարկվում է, հասկանում ես, այսինքն դու նաև մեծանում ես այն տպավորությունով ու այն պատկերացումով աշխարհի մասին, քեզ կարելի է։ Որովհետև դու տղամարդ ես, իսկ մոդելը հարաբերություններ կառուցելու ընտանիքի ներսում այդպիսինն է։ Ու եթե դուք ուշադրություն դարձնեք, ու իրական շատ եմ խնդրում ուշադրություն դարձնել որևէ տղամարդու հետ հարաբերություններ կառուցելուց, ինչպիսինն է իրանց ընտանիքը, ու ոնց է առհասարակ իրանց ընտանիքում է դինամիկաները, նախկինի հետ էլ եթե հնարավորություն կա իհարկե, որովհետև շատ աղջիկներ կան, ովքեր հստակ պատմում են, այդ նախկինին ծեծում էր, ես գիտեմ, որ նախկինին ծեծում էր, բայց ինչ չի ծեծելու։ Բայց ինչ չի ծեծելու, հա։ Ինձ դեռ չի ծեծել կամ ինձ դե մի քիչ կոպիտ է խոսում, բայց չի ծեծում, չէ՞, դե նախկինին էր մենակ ծեծում, հա։ Հա, բայց դե էլ ես էի մեղավոր։ Իրականում այդ հոգեբանական բռնության մեջ գտնվող ամենամեծ խնդիրը հենց դա է, այդ ինչի համար եմ ասում, շատ կարևոր է հասցեագրել ու հասկանալ, որ խնդիրը դիմացինի մեջ է։ Այդ զոհերը ժամանակի ընթացքում, եթե նույնիսկ սկզբից ինչ որ պայքարում են, համաձայն չեն, ինչ որ չգիտեմ, դեռ ունեն միտք, որ չէ, ես այդքան էլ մեղավոր չեմ, որոշ ժամանակ հետո հստակ հայտնվում են այն ընկալման մեջ, որ ես եմ մեղավոր։ Այո, որովհետև դա իրանց օրական կտրվածքով հրամցվում է, ու մի սուտը որ 100 անգամ ասես, կդառնա ճշմարտություն։ Այդ մարդիկ սկսում են հավատալ, դե հա, բան չի, ամեն անգամ ինքը չի մեղավոր, այս անգամ ես էի, հետո մի քիչ ավելի հաճախ դե այս անգամ էլ է ես, ու տես դառնում արդեն դե ես միշտ ես եմ մեղավոր։ Ու այդ մարդիկ դաստիարակում են աղջիկ երեխաների ու այդ արատավոր փակ շղթան չի վերջանում, համ տղաների են դաստիարակում, այդ տղան մեծանում է նույն աբսոլյուտ նույն բանից ինչ որ իր փսիխոպաթ հայրն էր, եթե ինչ որ պահի իր մոտ ինքնակնդատություն չզարթնի կամ եթե ամեն դեպքում մայրը փորձում է ադեկվատություն պահպանի, ասի որ էս սխալ է եւ այլն, ինչն է դա էլ շատ հաճախ լրիվ այդ բանի ուրիշ ուղղությամբ է տանում, այդ չկտրված պորտալարի սինդրոմին է տանում, որ մամաները այնքան են փայփայում ու փորձում պաշտպանեն, որ այդ տղային չեն թողնում ինքը մեծանա, առհասարակ ինքնուրույն ինչ որ բաներ որոշի կամ անի, այսինքն հորը փորձում են իզոլացնել, բայց ամեն դեպքում այդ շատ փակ շղթա է ստեղծվում, դրա համար պետքա դիմել մասնագետի։ Ես էլ ասելու բան չունեմ այս թեմայի շուրջ։ Դու ունես։ Շատ ունեմ, բայց եւս մի ժամ հարկավոր այդ մասին հաջորդ դասին։ Այսօր այսքանը կշարունակենք թեման հաջորդ անգամ, դեռ չգիտենք, որ ինչից կսկսենք ֆիզիկական բռնությունից, թե ինչից, ամեն դեպքում մոտակա ամսվա ընթացքում խոսելու ենք բռնությունից։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել, ես արդեն կատակ չեմ անում, որովհետև այն թեմաները, որ մենք սկսելու ենք քննարկել, աննկարագրելի տարածված են Հայաստանում, ավելի տարածված, քան հաճախ խոսվում է նորություններով կամ սոցիալական մեդիայով, ու մենք շատ ենք ուզում, որպեսզի այս կոնտենտը հասանելի լինի շատ մարդկանց, որպեսզի եթե ինչ որ մեկը այդ օգնության կարիքն ունի կամ կարիք ունի լսելու այս ամեն ինչը, իրան նույնպես հասնի։ Այսօր այսքանը։ Բայ